Հարգելի ունდիտորդ, քանի որ նույն տիպի ակտիվ է իմեջը YouTube-յան հարթակում, ինձ այնտեղ խնդրել էին, որ վերցանեմ Սերժ Սարգսյանի նատալ կարտը։ Դե եթե դուք եք ասում, ես ոնց կարող եմ անտարբեր լինել, ձեր կարծիքը, ձեր հետաքրքրությունը, ձեր պահանջ կլինի, ձեր խնդրանք կլինի, ինձ համար շատ կարևոր է, որովհետև անկախ նրանից մենք ճանաչում ենք իրար, չենք ճանաչում, որս Հայաստանի որ մասում է ապրում կամ Հայաստանից դուրս որտեղ ապրում, մեր մեջ ձևավորվել է մեծ սեր ու հարգանք, որի համար շնորհակալ եմ ձեզ։ Իսկ հիմա, քանի որ դուք ասել եք, որ վերցանեմ Սերժ Սարգսյանի նատալ կարտը, պարտադիր, իդեպ ասեմ, որ Սյունիքի համար հարցրեցին, խնդրում ենք, եթե հնարավոր է 2027 թվականին նայեք Սյունիքի վիճակը, պարտադիր, խոստանում եմ։ Էրդողանի մասին հարցրեցին այնտեղ, հարցրել էին Վարդան Ղուկասյանը կլինի ազատության մեջ, թե ոչ, պարտադիր ես կպատասխանեմ այդ հարցերին, կնայեմ, կասեմ, ոչինչ չեմ հորինում, իմ ձեռքին են հզորների հզորագույն գործիքները, դրանք տառուներն են, մայաթնիկներն են, այսպես ասած մոգական շարիկներն են, հրաշալի աստվածություններն են և իհարկե աստղային դասավորվածությունը, որտեղ ես կարճ ժամանակավոր մտել եմ, ուսումնասիրում եմ, բայց արձանագրել եմ բավականին այսպես հաջող վիճակ, դա իմ անքուն գիշերների, այսպես ասեմ, տանջանքների, այն աչքերից արյուն կաթալով ես սովորում եմ, սովորելու եմ իմ ողջ կյանքը։ Իսկ հիմա ես խոսեմ Սերժ Սարգսյանի նատալ կարտի մասին, ուրեմն Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ծնվել է 1954 թվականի հունիսի 30-ին քաղաք Ստեփանակերտում։ Քանի որ նրա ծննդյան ժամը մեզ հայտնի չէ, ուստի ասցենդենտի հետ կապված կամ իր ասցենդենտը կարող է գտնվել հիմա ասեմ մոլորակների դիրքերով, ըստ մոլորակների դիրքերով կարող է լինել երկվորյակ կամ հենց իր արևի նշանում, այսինքն խեցգետին։ Ուրեմն իր արևը, սա հաղորդում է բարձր զգացմունքայնություն, կապվածություն արմատների, ընտանիքի և հայրենիքի հետ։ Ուզեք թե չուզեք, դուք ուշադիր լսեք Սերժ Սարգսյանի նատալ կարտը, բռնվեք։ Խեցգետինը հակված է զգուշավորության, ունենում են ուժեղ ինտուիցիա և պաշտպանողական բնազդներ։ Քաղաքականության մեջ սա հաճախ դրսևորվում է որպես թաքնված գործելակերպ և ներքին կայունության ձգտում։ Լուսինը երկվորյակ նշանում կամ խեցգետնում, որովհետև ելի եմ ասում, մենք ունենք ժամի խնդիր։ Կախված է ծննդյան կոնկրետ ժամից, լուսինը հունիսի 30-ին անցում է կատարել երկվորյակներից խեցգետին։ Երկվորյակներում այն տալիս է միտք, հարմարվողականություն և տեղեկատվության արագ ընկալում, ինչը բնորոշ է շախմատային մտածողության, եթե խեցգետնում է, կրկնապատկում է ասածս և նաև հաղորդում է զգուշություն, այսինքն բան չի փոխվում այս մարդու բնավորության մեջ, ու մենք լավ հասկանում ենք, որ այս մարդը նաև շախմատ խաղացող էր։ Ուրեմն, եթե մենք նայում ենք Մերկուրին խեցգետնի նշանում, մտածողությունը հիմնված է զգացմունքների և հիշողության վրա, տեղեկատվությունը վերլուծելիս առաջնորդվում է ներքին ձայնով, հակված չէ շտապողական որոշումներ կայացնել, նախընտրում է խոսելիս լինել զուսպ և դիվանագետ, ինչը որ մենք հաստատ տեսել ենք։
Վեներան գտնվում է առյուծում, նշանակությունը զգացմունքային դրսևորումներ արժեքների համակարգում, սիրում է շքեղություն, հարգանք, հեղինակություն, այս դիրքը տալիս է հպարտություն և ձգտում լինելու ուշադրության կենտրոնում կամ ղեկավարելու իրավիճակը։ Ուրեմն Մարսը աղեղնավորում տալիս է էներգիա գործողությունների հեռավար գործողությունների և նպատակների վրա ռազմավարություն, գաղափարախոսություն, այն հաղորդում է կամքի ուժ, որը դրսևորվում է ոչ թե ագրեսիվ, այլ փիլիսոփայական և մարտավարական մոտեցումներով։ Եթե Յուպիտերը խեց գետինում, մի վայրկյան, Յուպիտերը խեց գետինում էկզալտացիա է կազմում, սա ուժեղ դիրք է, որը հաճախ բերում է հաջողություն, հովանավորչություն և բարձր դիրքի հասնելու հնարավորություն իր ողջ կյանքի ընթացքում։ Սատուրնը կարիճում է գտնվում, պատասխանատվության և փորձությունների մոլորակ է և գտնվում է կարճի խորհրդավոր ու ճգնաժամային նշանում։ Սա հուշում է կյանքի ընթացքում մեծ ռիսկերի, իշխանության համար ծանր պայքարի և ներքին մեծ տոկունության մասին։ Եթե մենք համեմատում ենք, այսպես ասեմ, Հայաստանի Հանրապետությունը իր նատալ կարտի հետ, մի վայրկյան, քանի որ Վեներան եղել է Առյուծի նշանում, ուրեմն արժեքների համակարգում կարևորում է հպարտությունը, ազգային արժանապատվությունը, մշակույթն ու սեփական ինքնության ցուցումները։ Մարսը կշեռքում է, սա մի քիչ վատ դիրք է կազմում և կշեռքում Մարսի էներգիան կաշկանդվածություն է բերում։ Սա նշանակում է, որ պետությունը հակված չէ բացահայտ ագրեսիայի և նախընտրում է պաշտպանվել դիվանագիտությամբ, այնուամենայնիվ այս դիրքը կարող է բերել ուշացած ռազմական արձագանքների կամ պաշտպանական ոլորտների ներքին տատանումներին։ Ծանր մոլորակների ազդեցությունը, եթե համեմատում ենք իր և Հայաստանի նատալ կարտը, ապա հաջողություն և զարգացումը գալիս է քրտնաջան աշխատանքի, գյուղատնտեսության, բժշկության և սեփական ռեսուրսների խնայողաբար ու ճշգրիտ կառուցման միջոցով։ Սատուրնը ջրհոսում, պետական համակարգի և կառուցվածքի կայացումը անցնում է դժվարին, բայց տրանսֆորմացիոն ճանապարհով, որտեղ հին համակարգերը պետք է զիջեն նորարարական և ժողովրդավարական մոտեցումների։ Ուրեմն տեսեք, 2026 թվականին ես չգիտեմ ինչի մտածում եմ, որ Սերժ Սարգսյանի կողքին իրականում կա շատ լավ աստղաբան կամ տառոլոգ, ինչ-որ մեկը կա, որովհետև այս մարդու այս վերջին արած քայլերը բերում է հենց դրան, որտեղ ինքը գործում է 2026 թվականի իր նատալ կարտի պահանջներով, այսինքն ինքը հստակ գիտի որտեղ կարող է հասնել առավելության, որտեղ է վտանգավոր և իրականում 2026 թվականին ինքը ինչով պետք է զբաղվի։ Ուրեմն եթե նայում ենք Սերժ Սարգսյանի 2026 թվականը նատալ քարտի համար հանդիսանում է խորը հուզական վերապրումների, անցյալի արդյունքների ամփոփման և առողջական ու կենսական էներգիայի պահպանման տարի։ Նրա քարտում խեց գետնի և կարիճի շեշտվածությունը մեծապես արձագանքում է այս տարվա տիեզերական տրանզիտներին։ Ուրեմն Յուպիտերի վերադարձը և տարվա առաջին կեսը, իրավիճակը 2026 թվականի առաջին կեսին Յուպիտերը ընդլայնման և հովանավորչության մոլորակը գտնվում է խեց գետին նշանում։ Սա նշանակում է, որ նա ապրում է իր Յուպիտերի վերադարձը, որը տեղի է ունենում 12 տարին մեկ անգամ։ Սա բերում է ներքին բավարարվածություն, ընտանեկան կամ անձնական տիրույթի հաճելի իրադարձություններ և հեղինակության որոշակի վերականգնում։
իր հավատարիմների մտերիմների շրջապատում։ Տարվա առաջին կեսին նրա խոսքն ու կարծիքը քաղաքական կամ հանրային որոշակի շրջաններում կարող են ունենալ բավականին այսպես ծանր կշիռ։ Սատուրնի Նեպտունի տրանզիտը խոյում քառակուսի է կազմում արևին, իրավիճակը խոյի ուրեմն նշան մտած Սատուրնը սահմանափակումներ եւ ծերություն եւ պատասխանատվություն է բերում։ Նեպտունը մեկուսացման գաղտնիքների լարված ասպեկտի քառակուսի են կազմում նրա նատալ Արեգակի հետ, որը կենսական ուժի եւ ինքնուրույնության մասին է խոսում, որը գտնվում է Խեցգետնում։ Ազդեցությունը սա տարվա ամենաբարդ ազդեցությունն է, որը պահանջում է խիստ ուշադրություն դարձնել առողջությանը, հատկապես էներգիայի պակասին, հոդեր, սիրտանոթային համակարգ, հնարավոր է իրավական կամ հանրային ճնշումների նոր ալիք բարձրանա, որոնք կպահանջեն մեկուսացում, լռություն կամ ակտիվ գործընթացներից հետ քաշվելու անհրաժեշտություն, ինչը որ մենք արդեն նկատել ենք, Պլուտոնի տրանզիտը ջրհոսում, ուրեմն իրավիճակը Պլուտոնի ընթացքը ջրհոսի նշանով լարվածության մեջ է դնում նրա նատալ Վեներան առյուծում, Սատուրնը կարիճում։ Ազդեցությունը այս տրանզիտը խորհրդանշում է ֆինանսական, նյութական կամ ազդեցության լծակների վերջնական վերաձևակերպում, այն ինչ նախկինում ապահովում էր նրա թիկունքն ու ազդեցությունը 2026 թվականին ենթարկվում է անդառնալի փոփոխությունների, սա նաև հին դաշնակիցների կամ ընկերների հետ հարաբերությունների վերջնական խզումն է կամ տրանսֆորմացիայի շրջանը։ Մարսի տրանզիտները եւ ակտիվության փուլերը, ուրեմն ազդեցությունը տարվա ընթացքում Մարսի անցումը ջրային նշաններով կապված է իր արևի եւ Մերկուրի հետ, որը կբերի կարճատև ակտիվության շրջան, երբ նա ստիպված կլինի կուլիսային կամ իրավական պաշտպանողական մարտավարություն կիրառել։ Բացահայտ հարձակողական գործողությունները նրան հաջողություն չեն բերել, ուստի նա կնախընտրի մնալ դիտորդի եւ խորհրդատուի դերում։ Եթե մենք այս ամեն ինչը ամփոփելու լինենք, Սերժ Սարգսյանի համար 2026 թվականը իմաստության, էներգիայի խնայողության եւ անձնական կյանքի վրա կենտրոնանալու ժամանակն է։ Տիեզերական ազդեցությունները հուշում են ակտիվ քաղաքականություն վերադառնալու փորձերը կարող են խիստ բացասապար եւ անդրադառնալ նրա առողջության եւ ներքին խաղաղության վրա, մինչդեռ ետնաբեմում մնալը եւ ընտանեկան միջավայրը նրան կտան անհրաժեշտ հանգստություն։ Մենք տեսանք, չէ, ոնց ինքը այսպես հետ քաշվեց։ Ես ենթադրում եմ անպայման, որ իր կողքին կա մասնագետ, որը ճիշտ խորհուրդ է տալիս։ Ուրեմն աստղաբանական տրանզիտների եւ նատալ քարտի վերլուծությունները ցույց են տալիս, որ Սերժ Սարգսյանի համար պետական կամ բացահայտ ղեկավարի պաշտոնական կոչումը կամ վերադարձ նորից պաշտոններին արդեն ավարտված են։ Դուք երբեք չեք տեսնի պաշտոն ունենալուց։ Նա այլևս չի ստանձնի երկրի առաջնորդի կամ պաշտոնական բարձրագույն ղեկավարի դերը։ Դա արդեն ըստ մոլորակների արդեն ավարտված է։ Սատուրնի արգելքը կտրուկ դրվում է ոչ պաշտոնական իշխանության հետ կապված հարցերի վրա։ 2026 թվականի Սատուրնը գտնվում է նրա Արեգակի հետ խիստ լարված քառակուսի ասպեկտում։ Աստղաբանության մեջ սա բացահայտում է նոր պաշտոնական վերելքները։ Սատուրնը պահանջում է հեռանալ ակտիվ բեմից, ընդունել անցյալի արդյունքները եւ զբաղվել բացարձակապես իր առողջությամբ եւ անձնական կյանքով։ Պլուտոնի վերջնական տրանսֆորմացիան ճնշում է նրա նատալ Սատուրնի վրա եւ նշանակում է, որ իշխանության հին լծակները, որոնց վրա նա հենվում էր տասնամյակներ շարունակ, վերջնականապես կորցրել է իրենց ուժը։ Ժամանակն է անդառնալիորեն առաջ անցնել։ Նա ինչ դերում կմնա, կուլիսային խորհրդատու կարող է լինել, նա կպահպանի իր ազդեցիկ ֆիգուրի դերը միայն որոշ կուսակցությունների համար կամ ընտանիքի հավատարիմ մարդկանց համար եւ ոչ թե առաջնորդ, այլ իր փորձը փոխանակելու եւ որպես դիվանագետ անձնավորություն։
Ինչու համար ոչ, որովհետև նատալ կարտը Հայաստանի այլևս չի ընդունում հին համակարգը, վերջ, նա ընդունում է միայն հզոր տրանսֆորմացիա, ընդունում է որպես նոր ղեկավար այդ եղջյուր ուժեղ Սատուրն ունեցող կույս և կարիչ կենդանակերպի նշանի անձնավորություն, որի կարող է ջրհոս լինել ասցենդենտը կարիչ կամ կարիչ լինել ասցենդենտը ջրհոս։ Դա է Հայաստանի նատալ կարտը պահանջում, ուրիշ ուղղակի այս հին համակարգից զրո։ Նրանք կարող են մնալ ուրիշ դերում, բայց ոչ որպես երկրի ղեկավար։ Մերժում է Հայաստանի նատալ կարտը։ Տեսեք, իր ազդեցությունը ինքը կփոխանցի ավելի երիտասարդ ֆիգուրների, որոնք գաղափարապես կարող են դառնալ իր ժառանգորդները։ Ես անկեղծ ասած, երբ որ նայեցի Սերժ Սարգսյանի նատալ կարտը ավելի խոր ուսումնասիրեցի, ես հիմա այստեղ շատ այսպես հակերճ ներկայացրեցի, ես չտեսա մի մարդու, որ ձկների մեջ գտնվելը իր նատալ կարտում, ուրեմն մի փոքր տալիս է իրականությունից այսպես խապկանքի ինչ-որ իրավիճակ, բայց մարդը ունի լուրջ մտածողություն և դիվանագիտություն և ինչի չէ նաև հայրենասիրություն։ Այո, որտև ինքը ձգտում է իր արմատներին, պահպանողական է և ավանդապաշտ անձնավորություն է։ Ես այս կարծիքը ունեցա, այսքանը Սերժ Սարգսյանի մասին։